նման ձևակերպման համար, բայց ժամանակի որոշ չեք համարում հաշվի առնելով պատգամավորների վերաբերյալ ընդհանրապես եմ ասում, կպան օրինակ ընդհանրապես չի գալիս, չեմ ասում։ Հասկացա, ոչ, ես այս հանդիպումները չափազանց ես կարևորում եմ, վաղն էլ է նախատեսված հանդիպում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի հետ, այս հանդիպումները շատ կարևոր են քննարկումների համար, որպեսզի պատգամավորներն իմանան, որ քաղաքացիները, մասնավորապես քաղաքացի Էդգար Ղազարյանը, որը իրանց դիմում է ոչ թե անձնական հարցով, այլ հանրային նշանակության հարցերով, որը իմ խորին համոզմամբ ուզում է մեր հասարակության մեջ հազարավոր, միգուցե 100,000 մարդկանց հետևողական է այդ հարցում, այսինքն ոչ թե մի հատ նամակ է գրում, սպասում է թե այդ նամակին ով ինչ հայտարարություն կանի, այլ հետևողականորեն զբաղվում է այդ գործերով, որ պատգամավորները պարտավոր են անհատապես իրենց քաղաքական մոտեցումները արտահայտեն իրենց պաշտոնական լիազորությունների կատարման նկատմամբ։ Եվ մենք հետևողականորեն այս բոլոր հնարավոր օրինական առիթները, հնարավորությունները օգտագործելու ենք իրենց հաշվետվությունները, իրենց պարզաբանումները, իրենց կարծիքները լսելու, նրանք խուսափելու որևէ ճար ու հնարավորություն չունեն, առավել ևս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ինչի եմ դիմա առանձնացնում, որովհետև մինչ օրս քաղաքացիական պայմանագիր խմբակցության որևէ պատգամավոր ինձ հետ ոչ միայն չի հանդիպել, այլ նույնիսկ ասել են, որ բոլոր քաղաքացիներից միայն ինձ հետ չեն հանդիպելու, կատարելով քրեական օրենսգծով նկարագրվող ենթադրել հանցագործություն, խտրականություն, քաղաքացու նկատմամբ։ Այսինքն սա նշանակում է, որ մենք մեր հետևողական ջանքերը գործադրելու ենք, մեր ժողովուրդն դա տեսնելու է, որ մենք հենց այնպես գործ չենք նախաձեռնել, հենց ուղղակի մի նամակ գրենք, մի օր նկարվենք ու թողնենք գնանք։ Ոչ, մեր տրամադրվածությունը չափազանց լուրջ է, հետևողական, եւ ես վստահ եմ, որ սա ըստ ցանկալի արդյունք եւ քպեականների վարկագիծը կարծում եմ ակամա գեներացնում է այն հասարակական դժգոհությունը, որը լինելու է, եթե ասենք հաջորդ ընդունելությանը մենք ստեղ գանք ոչ թե ես միայնակ, այլ ասենք մի 20,000 հոգով, այս նույն հարցով, այդ կարծում եմ իրանց համար կլինի մի հատ նոր իրավիճակ։ Առայժմ ես մեր քաղաքացիներին չեմ ուզում անհանգստություն պատճառեմ, ամեն մարդ թող իր գործով զբաղվի, իրենք բարեբախտություն նաև ձեր շնորհիվ նաև ձեր աշխատանքի հնարավորություն ունենում են ծանոթանալ այս գործընթացին, տեսնել, որ ես բոլորի փոխարեն այս պատասխանատվություն, այս ջանքս, այս հոգսը վերցրել եմ ինձ վրա, բայց եթե պարզվի, որ ինձ միայնակ գտնվելու հանգամանքն է միայն պատճառը, որ նրանք խուսափեն իրենց բաժին պատասխանատվությունից, ապա այդ ժամանակ կարծում եմ, որ մենք մեր ջանքերը արդեն ստիպված կլինենք մեկտեղել եւ ամբողջացնել։ Պարոն Ղազարյան, այսօրվա հանդիպումից ինչ տպավորություն ստացաք արդյունավետ է ձեզ համար, թե ոչ։ Արդյունավետությունը կերևա պարոն Մանուկյանի հետագա գործողություններից, նա խոստացավ, որ բարձրացված հարցերը հանձնաժողովի առաջիկա նիստում կդառնան քննարկման առարկա, այդ իմաստով ասեմ ձեզ, որ մի անգամ շատ վատ վերաբերմունք այդ առումով ցուցաբերել է Գեգամ Նազարյանը, որին ես խնդրել եմ, որին այդ հանդիպումը կայացավ եւ խնդրել եմ, որպեսզի իմ բարձրացած հարցերը, խնդրանքը հանձնաժողովի առաջիկա նիստում բարձրաձայնի ներկայացնի եւ ներառի քննարկման հարցերի օրակարգում, բայց երեք ես ծանոթացա այդ հանձնաժողովի նիստներ ազգային ժողովում եւ Գեգամ Նազարյանի կողմից որևէ բարձրաձայնում չի արվել, այսինքն իմ խնդրանքը նա հանձնաժողովի անդամներին չի փոխանցել, օրակարգային քննարկման հարց չի դարձել, այսինքն այդ առումով էլ է ինքը թերած է իր պարտականությունների կատարման մեջ։ Հուսով եմ, որ պարոն Մանուկյանը այդ առումով բարեխիղճ կգտնվի եւ խոստացա, որ առաջիկա հանձնաժողովի նիստում այդ հարցերը կբարձրացնի հանձնաժողովը։ Միայն այդ առումով կարող է արդյունավետ լինել, իսկ ինչ վերաբերվում է գործողությունների առումով, արդյունավետությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ ի թիվս այլ պատգամավորների, նաև պատգամավոր Գեգամ Մանուկյանը, անկախ դրանից թե ինչ դիրքորոշում ունի իրենց խմբակցությունը, այլ գործընկերներ, պատգամավորների իր համար հանրային հեղինակություն ներկայացնող այլ գործիչներ կկատարի իր պարտականությունը, առավել ևս որ պարոն Մանուկյանը ասաց, որ ինքը քաջածանոթ է կառավարության ոչ միայն ծրագրին, այլ արձանագրել են իրենք, թե որ դրույթները չեն կատարվել, այդ պարագայում կարծում եմ, որ ուղղակի անհետաձգելի է դառնում հենց նաև պարոն Մանուկյանի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի նախաձեռնումը։ Դրա արդյունավետությունն է կերևա այդ որոշմամբ։